Ես անկեղծորեն եմ ասում, ես հույս ունեմ, որ թեև կարող է դա շատ միամիտ թվա, բայց դատախազությունը այս դիրքորոշումը կփոխի։ Քանի որ ես երևի թե պատահական չեմ նշում, եթե ասում եմ անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ, այնպիսի հանգամանքով պայմանավորված, որը ոչ դատարանին, ոչ հանրային մեղադրողներին, ոչ էլ նույնիսկ իմ գործընկերներին, դատավարության մասնակիցներին հայտնի չի եղել։ Իսկ պաշտպանյալից էլ հայտնի է եղել ամբողջ մանրամասներով հենց նիստի ընթացքում։ Եթե ես նման եզրույթ եմ օգտագործում, առնվազն երևի թե ուրեմն մեղմ ասած կարևոր մի հանգամանք ունեմ ներկայացնում։ Այո, այդ աստիճանի է հարցը։ Եթե նման հանգամանք եմ ընդգծում, ես իսկապես նույնիսկ կրկին կասեմ, թող միամիտ թվա ասածս, ես հակված եմ, որ այս միջնորդությանը, որի հանգամանքները ուղղակի չեմ կարողանում բացահայտել, որտեղ կրկին դա դռնփակության կարգով կբացահայտեմ, ես այդ միամտությունը թող ունենամ կարծելու, որ հանրային մեղադրողները պետք է միանան այս միջնորդությանը եւ չառարկեն։ Սկամ բան։ Թույլ կտակ պատվարժան դատարան։ Քանի որ պաշտպանը հասկանալիորեն չի կարողանում այս բանին հայտնել, թե ինչի վերաբերյալ իր միջնորդությունը, իսկ դռնփակ նիստի անցնելու միջնորդությունը եւս քննվում է դռնփակ, հնարավոր է մեղադրանքի կողմը դիրքորոշում փոխի, դռնփակ նիստի անցնելու դռնփակ միջնորդությունը քննարկելու ընթացքում։ Ցանկություն չկա արտահայտվողներից այս առումով։ Բարի։ Հարգելի պաշտպան, կներկայացնեք մի փոքր հետո բնականաբար միջնորդությունը։ Պարոն Մելիքյանը ուր գնաց։ Ուրեմն այս պահից սկսած դռնփակություն, դռնփակ է նիստը կատարվելու։